կոռուպցիոն դատարանը նախագահության դատարան Բադամյանի, Քարտուղարության Պետրոսյանի շարունակում է ՀԿԴ 0024-2222 գործի քննությունը։ Դատականիստի քարտուղարին խնդրում զեկուցել ովքեր են ներկայացել։ Արգելի դատարան դատականիստի ներկայացնում հատուկ դատախազության դատախազ Տիգրան Եղեգյանը, պատասխանատու Սերժ Սարգսյանը եւ Սատանիկ Սարգսյանը, ներկայացուցիչ հաստատան Վահագն Գրիգորյանը։ Երրորդ անձնարար բանկը ծանոթված է չի ներկայացել։ Ինչ կարծիք ունեք գործի քննություն շարունակելու վերաբերյալ։ Չեմ տեսնում կառավարությունը։ Լսելով կողմերի դիրքորոշումները դատարանը որոշում է շարունակել գործի քննությունը։ Խնդրեմ, ինչ միջնորդություն ունեք։ Ներկայացեք, ասեք ձեր անուն ազգանունը, ինչ լրատվամիջոց եք ներկայացնում եւ ինչ եք խնդրում։ Վարդան Մանուչարյան, իրավաբաններ, լրատվական կայքից։ Վարդան Մանուչարյան, իրավաբաններ, ինչ եք խնդրում։ Տեսանկարման դիտած։ Հեռարձակման պատի առանց։ Ոչ, միայն տեսանկար։ Միայն տեսանկար, հայց որ ինչ կարծիք ունեք։ Լավ քննարկելով նորաբաղ միջնորդությունը, լսելով կողմերի դիրքորոշումները, դատարանը որոշում միջնորդությունը բավարարել, թույլատրել դատականիստը տեսանկար անել բացառությամբ պարոն Գրիգորյանին։ Պարզել։ Լավ, խնդրեմ պարոն Գրիգորյան, մենք այսօրվան իստեր ավերել էինք, որտեղ դուք միջնորդություն էիք ներկայացնելու, պատրաստ եք։ Արգելի դատարան, ես ունեմ եւ դիրքորոշում ընդհանուր հետազոտված ապացույցների եւ ընդհանուր առմամբ դատականության ամբողջ գործի վերաբերյալ, բայց դիրքորոշման մի մասը պայմանավորված է նաեւ միջնորդության երկով, համար ամենասկզբից միջնորդությունը ներկայացնեմ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ միջնորդությունը գործի բարդացի ասեցնում, պարոն Ենոքյանի օրինակը հանձնված է։ Խոսքը վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականոնման մասին օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետին, որը վերաբերում է օրենքով օգտագործվող հասկացություններին եւ մասնավորապես անձին պատկանող գույք հասկացությանը։ Համաձայն քննարկվող նորմի անձին պատկանող գույք է համարվում նախ գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է տվյալ անձին, այդ թվում ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի դեպքում անձին պատկանող բաժինը, իսկ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի դեպքում գույքն ամբողջությամբ։ Երկրորդը անձին պատկանող գույքը համարվում նաև այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է այլ անձի կամ որի նկատմամբ սեփականության իրավունք առկա չէ, բայց որի իրական շահառու է հանդիսանում տվյալ անձը։ Եվ երրորդ այն գույքը, որը ուսումնասիրվող ժամանակահատվածում տվյալ անձը անհատույց կամ փաստացի անհատույց կամ շուկայականից էականորեն ցածր գնով փոխանցել է այլ անձի։ Վերաբերյալ իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենքի իմաստով ուսումնասիրվող անձին պատկանող եւ ըստ այդմ բռնականացման ենթակա գույք է համարվում այն գույքը, իսկ բաժնային սեփականության դեպքում գույքի կոնկրետ բաժնեմասը, որով պատկանում է սեփականության իրավունքով ուսումնասիրվող անձին։ Իսկ եթե ուսումնասիրվող անձը ընդհանուր համատեղ սեփականատեր է գույքի, ապա առարկա գույքը օրենքի իմաստով համարվում է ամբողջությամբ ուսումնասիրվող անձին պատկանող։ Սա երրորդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի այ ենթակետն է։ Ուսումնասիրվող անձին պատկանող գույքը համարվում նաև այն գույքը, որը ուսումնասիրվող անձին է պատկանում իրական շահառու հասկացություններով, սա բ ենթակետն է, եւ այն գույքը, որը ուսումնասիրվող անձը անհատույց կամ փաստացի անհատույց կամ շուկայականից էականորեն ցածր գնով փոխանցել է այլ անձին։ Սույն գործի շրջանակներում ինքնիվս այդ պահանջների իրավասու մարմինը Սերժ Սարգսյանի դեմ ներկայացրել է 186,584,320 դրամ ծախսված գումարի բռնականացման պահանջ։ Ընդ որում խոսքը վերաբերում է առավելապես, եթե ոչ ամբողջությամբ Ռիտա Սարգսյանի բանկային եւ քարտային հաշիվներով կատարված ծախսերին, որպեսզի փաստեր ընդունվել է իրավասու մարմնի կողմից եւ հաստատվել է դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով։ Օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով ամրագրված անձին պատկանող գույք հասկացությունից ուղղակիորեն հետևում է, որ Սերժ Սարգսյանը Ռիտա Սարգսյանի կողմից կատարված ծախսերի համար օրենքի իմաստով կարող է պատասխանատվություն կրել, իսկ այլ խոսքերով ասած Սերժ Սարգսյանից կարող է բռնականացնել այդ չափով գումար, Ռիտա Սարգսյանի կողմից ծախսված գումարի չափով գումար, եթե կամ գործի քննությամբ ապացուցվի, որ Ռիտա Սարգսյանի կողմից ծախսվել է սեփականության կամ ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Սերժ Սարգսյանի պատկանած գումար, որը բխում է
այն ենթակետից հոդվածի, եւ եթե գործի քննությամբ ապացուցվի, որ Ռիտա Սարգսյանի կողմից ծախսվել է իրական շահառու հասկացության ուժով օրենքի իմաստով Սերժ Սարգսյանին պատկանած գումար, որը B ենթակետին է վերաբերում մարդը, համապատասխան նորմ։ Ընդ որում G ենթակետը կարծում եմ, որ տվյալ պահանջի դեպքում ընդհանրապես կիրառելի չէ, որովհետև դա անհատույց կամ փաստացի անհատույց կամ շուկայական ձեռականորեն ցածր գնով այլանդի փոխանցած գույքին է վերաբերում։ Տվյալ դեպքում հայցադիմումի մեջ առկա չէ որևէ պնդում առայն, որ տիկին Ռիտա Սարգսյանի կողմից ծախսվել է Սերժ Սարգսյանի միանձնյա կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանած, այդ թվում իրական շահառուի սկզբունքով օրենքի իմաստով Սերժ Սարգսյանին պատկանած գումար։ Եվ ավելին դատաքննության ընթացքում իրավասու մարմնի ներկայացուցիչը հայտարարել է, որ չի պնդում, որ տիկին Ռիտա Սարգսյանի կողմից ծախսված գումարների իրական շահառուն Սերժ Սարգսյանն է։ Սույն գործի շրջանակներում ծախսված գումարի բռնագրանցման պահանջի մասով ապացուցման բեռը չի բաշխվել իրական շահառուի տրամաբանությամբ՝ ի տարբերություն օրինակ Տերյան փողոցի վրա գտնվող բնակարանի եւ ավտոկայանատեղիների, ինչպես նաեւ Ռիտա Սարգսյանին պատկանած ավանդի հետ կապված դրվագների։ Հետևաբար կարելի է վստահաբար պնդել, որ օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ ենթակետը, որ վերաբերում է իրական շահառուին, ծախսված գումարի բռնագրանցման պահանջի դրվագով կիրառելի չէ եւ չի կիրառվելու դատարանի կողմից։ Այսինքն այն պատճառով, որ դա ոչ վկայակոչվել է իրավասու մարմնի կողմից, ոչ էլ է սկզբունքով ապացուցման բեռն աշխատել։ Սույն գործի շրջանակներում ծախսված գումարի բռնագրանցման պահանջի մասով ապացուցման բեռը բաշխվել է հետևյալ կերպ. իրավասու մարմինը պետք է ապացուցի 186.584.328 դրամ ծախսված գումարի Սերժ Սարգսյանի սեփականության իրավունքով պատկանել։ Միաժամանակ, ինչպես արդեն նշեցի, հայցադիմումի մեջ չկա որևէ պնդում առայն, որ տիկին Ռիտա Սարգսյանի կողմից ծախսվել է Սերժ Սարգսյանի միանձնյա կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանած գումար։ Իրավասու մարմինը նման բան երբևէ չի պնդել եւ նման փաստ հաստատող ապացույցներ երբևէ չի ներկայացրել, սակայն դատաքննության ընթացքում պնդել է, որ Ռիտա Սարգսյանի կողմից ծախսված գումարները ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գումարներ են։ Այլ կերպ ասած, դրանք գումարներ են, որոնք ամուսնության հիմքով ծախած ընդհանուր համատեղ սեփականության ռեժիմի ուժով, ընդհանուր համատեղ սեփականության պատկանում են ուսումնասիրողին Սերժ Սարգսյանին, իսկ հետևաբար օրենքի իմաստով ամբողջությամբ պատկանում են Սերժ Սարգսյանին, որը բխում է այ ենթակետից։ Այսինքն ծախսված գումարի բռնագրանցման պահանջի մասով իրավասու մարմնի հայցը բավարարելու դեպքում դատարանը կարող է կիրառել միայն օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի այ ենթակետը, ընդ որում միայն այն տրամաբանությամբ, որ տիկին Ռիտա Սարգսյանի կողմից ծախսված գումարը ամուսնության հիմքով ծագած ընդհանուր համատեղ սեփականության ռեժիմի ուժով, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է ուսումնասիրողին Սերժ Սարգսյանին, իսկ օրենքի իմաստով ամբողջությամբ պատկանում է Սերժ Սարգսյանին։ Իսկ այլ կերպ ասած, սույն գործի շրջանակներում Սերժ Սարգսյանը կարող է ֆինանսական պատասխանատվության ենթարկվել եւ նրանից կարող է խոշոր գումար բռնագրանցվել Ռիտա Սարգսյանի կողմից կատարված ծախսերի հետևանքով օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի այ ենթակետի ընդհանուր համատեղ սեփականությանը վերաբերող դրույթի կիրառման դեպքում։ Հաջորդ ուրեմն սույն գործի շրջանակներում նաև իրավասու մարմինը ներկայացրել է 165.854.249 դրամ ապօրինի միջոցների մնացորդի բռնագրանցման պահանջ, իսկ նախնական դատական նիստերի ընթացքում իրավասու մարմնի ներկայացուցիչը հայտնել է, որ այս գումարը ձևավորվել է 3 կոմպոնենտներից։ Նախ երրորդ անձանց կողմից փոխանցված գումարների կանխիկացում, այս կոմպոնենտի մասով մենք պնդել ենք եւ դեռ լավիչ կպնդենք, որ երրորդ անձանց կողմից փոխանցված գումարները պետք է դիտարկվեն որպես օրինական եկամուտներ, հետևաբար դրանց կանխիկացման արդյունքում ձևավորած մնացորդը ևս օրինական է։ Երկրորդը ավանդների տոկոսի կանխիկացումն է։ Այս կոմպոնենտի մասով մենք պնդել եւ ելի պնդելու հիմնավորելու ենք, որ Սերժ Սարգսյանի կողմից ներդրված ավանդը հիմնավորվում է նրա օրինական եկամուտներով, իսկ Ռիտա Սարգսյանի կողմից ներդրված ավանդի եւ հետեւաբար նաեւ դրանից ստացված տոկոսների իրական շահառուն եղել է հենց Ռիտա Սարգսյանը, իսկ Սերժ եւ Սաթենիկ Սարգսյանները օբյեկտիվ պատճառներով զրկված են այդ ավանդի մասով բացատրություններ եւ ապացույցներ ներկայացնել հնարավորությունից։ Եվ երրորդը, որը ամենակարևորն է, տիկին Ռիտա Սարգսյանի կողմից սեփական հաշիվների կատարված դրամական մուտքերի կանխիկացումից, որում նորից խոսքը վերաբերում է
առավելապես եթե ոչ ամբողջությամբ հենց Ռիտա Սարգսյանի կողմից կատարված դրամական մուտքերին եւ դրանց կանխիկացումներին, որպեսզի փաստը կրկին եւ ընդունվել է իրավասու մարմնի կողմից եւ հաստատվել է դատականության ընթացքում հետադարձված ապացույցներով։ Ուրեմն օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով ամրագրված անձին պատկանող հասկացությունից ուղղակիորեն հետևում է, որ Սերժ Սարգսյանը Ռիտա Սարգսյանի գործողությունների արդյունքում ձևավորված ենթադրյալ մնացորդի համար կարող է պատասխանատվություն կրել, այսինքն նրանից կարող է բռնագանձվել նման գործողությունների արդյունքում ձևավորված ենթադրյալ մնացորդի չափով գումար, եթե կամ գործի քննության ապացուցումը, որ տվյալ գումարի մնացորդը ձևավորվել է այնպիսի գումարների շարժից, որոնք սեփականության կամ ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանել են Սերժ Սարգսյանին, այ ենթակետի ուժով, կամ գործի քննությամբ ապացուցումը, որ այդ գումարի մնացորդը ձևավորվել է այնպիսի գումարների շարժից, որոնք իրական շահառու հասկացության ուժով օրենքի իմաստով պատկանել են Սերժ Սարգսյանին, սա է ենթակետի իմաստով։ Ենթակետը, որը վերաբերում է անհատույց փոխանցված գույքերին, կրկին այս դեպքում եւս կարծում եմ, որ իրավելի չէ։ Անհատույց կամ փաստացի անհատույց կամ շուկայականից էական նվազում։ Տվյալ դեպքում կրկին հայցադիմումի մեջ առկա չէ որևէ պնդում այն մասին, որ Ռիտա Սարգսյանի կողմից իր բանկային հաշիվներին մուտքագրվել եւ երկագրվել են Սերժ Սարգսյանի միանձնյա կամ բաժնային սեփականության իրավունքով պատկանած այդ թվում իրական շահառուի սկզբունքով օրենքի իմաստով Սերժ Սարգսյանին պատկանած գումարներ։ Ավելին, այս գումարների մասով ևս դատաքննության ընթացքում իրավասու մարմնի ներկայացուցիչը հայտարարել է, որ չի պնդում, որ Ռիտա Սարգսյանի կողմից մուտքագրված եւ երկրագրված գումարների իրական շահառուն Սերժ Սարգսյանն է։ Սույն գործի շրջանակներում այս մասով ևս այս ապօրինի մնացորդի բռնագանձման պահանջի մասով ևս ապացուցման բեռը չի բաշխվել իրական շահառուի տրամաբանությամբ, ի տարբերություն Տերյան փողոցի վրա գտնվող բնակարանի ավտոկարանատերիների եւ Տիկին Ռիտա Սարգսյանի պատկանած ավանդի հետ կապված դեպքերի։ Հետևաբար կրկին կարելի է պնդել, որ ենթակետը, որը վերաբերում է իրական շահառուին, ապօրինի միջոցների մնացորդի բռնագանձման պահանջի մասով եւս իրավելի չէ։ Սույն գործի շրջանակներում ապօրինի միջոցների մնացորդի բռնագանձման պահանջի մասով ապացուցման բեռը բաշխվել է հետեւյալ կերպ. Իրավասու մարմինը պետք է ապացուցի 165,854,249 դրամ ապօրինի միջոցների մնացորդի Սերժ Սարգսյանի սեփականության իրավունքով պատկանելը։ Միաժամանակ կրկին հայցադիմումի մեջ այս դրվագով ևս առկա չէ որևէ պնդում այն մասին, որ Տիկին Ռիտա Սարգսյանի կողմից իր բանկային հաշիվներին մուտքագրվել եւ երկրագրվել են Սերժ Սարգսյանի միանձնյա կամ բաժնային սեփականության իրավունքով պատկանած գումարներ, նման պնդում երբեք չի եղել եւ նման պնդումը հավաստող ապացույցները վստահորեն չեն ներկայացվել, բայց դատաքննության ընթացքում այս գումարների մասով ևս իրավասու մարմնի ներկայացուցիչը պնդել է, որ Տիկին Ռիտա Սարգսյանի կողմից մուտքագրված եւ երկրագրված գումարները ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գումարներ են։ Այլ կերպ ասած, դրանք գումարներ են, որոնք ամուսնության հիմքով ծագած ընդհանուր համատեղ սեփականության ռեժիմի ուժով ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում են ուսումնասիրողան Սերժ Սարգսյանին, իսկ օրենքի իմաստով ամբողջությամբ պատկանում են Սերժ Սարգսյանին։ Վերոբրյալից հետևում է, որ այս պահանջի մասով ևս իրավասու մարմնի հայցը բավարարելու դեպքում դատարանը կարող է կիրառել համապատասխան նորմի այենթակետը, ընդ որում այն տրամաբանությամբ, որ Տիկին Ռիտա Սարգսյանի կողմից իր սեփական բանկային հաշիվներին մուտքագրված եւ երկրագրված գումարները ամուսնության հիմքով ծագած ընդհանուր համատեղ սեփականության ռեժիմի ուժով ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում են ուսումնասիրողան Սերժ Սարգսյանին, իսկ օրենքի իմաստով ամբողջությամբ պատկանում են նրան։ Այսինքն Սերժ Սարգսյանը կարող է ֆինանսական պատասխանատվության ենթարկվել եւ նրանից կարող է խոշոր գումար բռնագանձվել Ռիտա Սարգսյանի կողմից իր սեփական բանկային հաշիվներին կատարված դրամական մուտքերի եւ երկերի հետևանքով հոդվածի այ ենթակետի ընդհանուր համատեղ սեփականությանը վերաբերող դրույթի կիրառման դեպքում։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը նախատեսում է օրինական եկամուտներով չհիմնավորվող գույքը բռնագանձելու հնարավորություն եւ կարգ։ Դրանով տեղի ունենում միջամտություն անձի սեփականության իրավունքին, որի իրավաչափությունը պետք է դառնա ստուգման եւ գնահատման առարկա։ Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքը երաշխավորվում է սահմանադրության 10-րդ եւ 60-րդ հոդվածներով, որոնք սահմանում են, որ
ՓՂ-ում ճանաչում եւ պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը, թվում մասնավոր սեփականությունը, եւ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունը իր հայցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունք։ Սեփականության իրավունքը որպես ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետության պայմաններում անձի իրավունքների երաշխավորման բաղադրիչ, միաժամանակ նաեւ որպես մասնավոր եւ հանրային իրավահարաբերությունների կարգավորման կառուցակարգ ունի սահմանադրական կարևոր նշանակություն։ Այն նաեւ ունի միջազգային իրավական համարագրում, մասնավորապես մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում եւ Եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրություն։ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը սահմանում են, որ այդ իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով։ Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից բացառությամբ դատական կարգով օրենքով սահմանված դեպքերի։ Սահմանադրության ամրագրված իրավական պետության սկզբունքը ի թիվս այլնի պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն։ Այս կապակցությամբ միեդը նշել է, որ ներպետական իրավունքում իրավական հիմքի առկայությունը ինքնին բավարար չէ օրինականության սկզբունքը բավարարելու համար։ Իրավական հիմքը պետք է ունենա որոշակի որակ, այն պետք է համապատասխանի իրավունքի գերակայությանը եւ պետք է ապահովի կամայականություններից ազատություն։ Այսպիսով նախ պետք է արձանագրել, որ սեփականության իրավունքի սահմանափակումը եւ կամ դրանից զրկումը կարող են տեղի ունենալ միայն օրենքով նախատեսված դեպքերում, իր հերթին այդ օրենքն էլ պետք է որոշակի որակ ունենա, որը պետք է իրավունքի գերակայության համապատասխանի եւ ընդհանուր առմամբ իր բնույթով պետք է իրավական օրենք հանդիսանա։ Մինչդեռ քննարկվող հոդվածի այ ենթակետի ընդհանուր համատեղ սեփականությանը վերաբերող դրույթը, այսինքն այն գաղափարը, որ եթե անձին պատկանում է գույք ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով, ապա օրենքի իմաստով այդ գույքը նրան է պատկանում ամբողջությամբ ուսումնասիրվող անձին, դա չի համապատասխանում իրավունքի գերակայությանը եւ ընդհանուր առմամբ իր բնույթով չի հանդիսանում իրավական օրենք։ Նշված դրույթը Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվելու դեպքում Սերժ Սարգսյանը կարող է ֆինանսական պատասխանատվության ենթարկվել, նրանից կարող է խոշոր գումար բռնագանձվել, նրանից կարող է նաև օրինական ծագում ունեցող գույքեր բռնագանձվել, իսկ մենք ունենք այդպիսի գույքեր, որոնք որ իրավասու մարմինը գնահատել է որպես Սերժ Սարգսյանի պատկանող եւ օրինական ծագում ունեցող, որում այդ բռնագանձումը տեղի ունենում փաստորեն բացառապես այլանդի, այսինքն Ռիտա Սարգսյանի կողմից կատարված ծախսերի եւ բացառապես այլանդի կողմից կատարված բանկային մուտքերի եւ ելքերի հետևանքով եւ ոչ թե այն տրամաբանությամբ, որ այդ գումարները հենց Սերժ Սարգսյանին պատկանող գումարներ են եղել, որոնք ծախսվել են, բացառապես այն տրամաբանությամբ, որ Ռիտա Սարգսյանի կողմից կատարված ծախսերը եւ նրա կողմից իր սեփական բանկային հաշիվներին մուտքագրված եւ ելքագրված գումարները դրանք ամուսնության պատճառով եւ ընդհանուր համատեղ սեփականության ռեժիմի ուժով ամբողջությամբ օրենքի իմաստով պատկանում են ուսումնասիրվող անձին, այսինքն Սերժ Սարգսյանին, այսինքն ամբողջությամբ դրանք համարվում են նրա կողմից ծախսված, ելքագրված, ելքագրված, կատարված եւ այլն։ Մինչդեռ սահմանադրական դատարանը իր մի շարք որոշումներում անդրադարձել է սեփականությունից զրկելու ինստիտուտին, մասնավորապես ՍԴՎ 903 որոշման մեջ սահմանադրական դատարանը անդրադառնալով սեփականությունից զրկելու բնութագրիչ տարրերին, մասնավորապես արձանագրել է, որ սեփականությունից զրկելու ինստիտուտին բնորոշ են հետևյալ հիմնական պարտադիր տարրերը, եւ դրանցից մեկը այն է, որ սեփականությունից զրկումը կիրառվում է որպես պատասխանատվության միջոց, այսինքն սահմանադրական դատարանը սեփականությունից զրկումը պատասխանատվության միջոց է համարում։ Իրավասու մարմնի կողմից Սերժ Սարգսյանի դեմ ներկայացված 186.584.328 դրամ ծախսված գումարի բռնագանձման պահանջը եւ կամ 165.854.249 դրամ ապօրինի միջոցների մնացորդի բռնագանձման պահանջը քննարկվող հոդվածի այ ենթակետի ընդհանուր համատեղ սեփականությանը վերաբերող դրույթի ուժով բավարարվելու դեպքում, իսկ այդ պահանջները սույն գործի շրջանակներում այլ կերպ բավարարվել չեն կարող, ստացվում է, որ դատարանը պետք է կայացնի վճիռ Սերժ Սարգսյանին 186.584.328 դրամի եւ կամ 165.854.249 դրամի նկատմամբ սեփականության իրավունքից զրկելու մասին, բացառապես այլ անձի կատարած գործողությունների հետևանքով։ Այլ կերպ ասած, ընդհանուր սեփականությանը վերաբերող դրույթը, համատեղ սեփականությանը վերաբերող դրույթը թույլ է տալիս պատասխանող Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառել սեփականության իրավունքից զրկում պատասխանատվության միջոցը,
ոչ թե համապատասխան գումարների նկատմամբ ընդորում, որովհետև այդ գումարները գոյություն չունեն եւ իրավասու մարմինն չի պնդում, որ գոյություն ունեն, այլ համապատասխան չափով թույլ է տալիս այլ նույնքերի կամ այլ դրամական միջոցների նկատմամբ այսպես կայացնել բռնագանձման վճիռ, որը առնվազն դե ֆակտո ազդելու է Սերժ Սարգսյանի օրինական ծաղկում ունեցող գույքերի վրա, եթե անգամ այլ գույքերը դիտարկվում են որպես ապօրինի, բացառապես այլ անձի կողմից կատարված գործողությունների հետևանքով։ Նման պայմաններում պնդում են, որ հոդվածի այ ենթակետի ընդհանուր համատեղ սեփականությանը վերաբերող դրույթը որևէ կերպ չի կարող հանդիսանալ իրավունքի գերակայությանը համապատասխանող օրենք կամ իրավական օրենք։ Սեփականության իրավունքի սահմանափակումը եւ կամ դրանից զրկումը կարող են տեղի ունենալ միայն իրավական օրենքով նախատեսված դեպքերում, մինչդեռ այդ դրույթը իրավական օրենք չէ։ Քննարկվող դրույթը հակասում է սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերին, քանի որ դրա հիման վրա սեփականության իրավունքից զրկում տեղի ունենալու դեպքում կստացվի, որ անձը զրկվել է իր սեփականությունից առանց իրավական օրենքով սահմանված հիմքի առկայության։ Ավելին, սահմանադրության 78-րդ հոդվածը, այսինքն համաչափության սկզբունքը սահմանում է, որ հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը։ Վերաբերյալից հետևում է, որ օրինական եկամուտներով չհիմնավորվող գույքը բռնագանձելու հնարավորություն եւ ընդհանցակարգ սահմանող օրենքը, այսինքն սեփականության իրավունքից զրկում նախատեսող օրենքը, պետք է համապատասխանի նաեւ սահմանադրությամբ ամրագրված համաչափության սկզբունքին։ Կոնկրետ անձի սեփականության իրավունքին առնչվող դեպքերում համաչափության սկզբունքի նպատակն է սեփականատիրոջ եւ հանրության շահերի կամ այլոց իրավունքների պաշտպանության միջև ապահովել արդար հավասարակշռում։ Մի կողմից ճանաչելով եւ պաշտպանելով անձի սեփականության իրավունքը, մյուս կողմից սահմանադրությամբ նախատեսված կարգով եւ դեպքերում նախատեսելով նաեւ այն սահմանափակելու կամ այդ իրավունքից զրկելու հնարավորություն։ Սահմանադրության 78-րդ հոդվածով ամրագրված անհրաժեշտ հասկացությունը ենթադրում է հետևյալը. հիմնական իրավունքին միջամտել անհրաժեշտ է միայն այն դեպքում, երբ հետապնդվող նպատակին անհնար է հասնել մեկ այլ, սակայն նույնչափ արդյունավետ ճանապարհով, որը ավելի քիչ կսահմանափակի խնդրող առարկա հիմնական իրավունքով պաշտպանված իրավական բարիք։ Իսկ նույն հոդվածով ամրագրված համարժեք հասկացությունը ենթադրում է հետևյալը. հիմնական իրավունքին միջամտությունը պետք է համարժեք կամ չափավոր լինի, այսինքն միջամտության սաստկությունը չպետք է անհամարժեք լինի սահմանափակվող հիմնական իրավունքի նշանակությանը եւ կշռում։ Վերաբերյալի համատեքստում պնդում ենք, որ քննարկվող հոդվածի այ ենթակետի ընդհանուր համատեղ սեփականությանը վերաբերող դրույթը հակասում է սահմանադրության 78-րդ հոդվածին անհրաժեշտ եւ համարժեք լինելու տեսանկյունից, անհրաժեշտ եւ համարժեք հասկացությունների տեսանկյունից, քանի որ նախ հանրային շահերի պաշտպանությանը եւ օրենքի հետապնդած նպատակներին, այսինքն կոռուպցիայի դեմ պայքար, հանցավորության դեմ պայքար, հնարավոր է հասնել մեկ այլ ճանապարհով, որը նույնչափ արդյունավետ է, բայց ավելի քիչ է սահմանափակում ուսումնասիրվող անձի, տվյալ դեպքում Սերժ Սարգսյանի սեփականության իրավունքը։ Մասնավորապես նախ իրավասու մարմինը կարող է վարել ուսումնասիրվող անձի, տվյալ դեպքում Սերժ Սարգսյանի բանկային շարժերի եւ ծախսերի առանձնացված հաշվարկ։ Հանրային շահը կլինի պաշտպանված, իսկ կոռուպցիայի եւ հանցավորության դեմ պայքարի նպատակները հաջողությամբ իրացված նաև այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը ստիպված լինի հիմնավորել բացառապես այն բանկային շարժերը եւ ծախսերը, որոնք իր կողմից կամ գոնե առնվազն իր միջոցներով են կատարվել։ Եվ երկրորդ, եթե իրավասու մարմինը ունենալով համապատասխան հիմնավորումներ պնդում է, որ այլ անձի կողմից կատարված բանկային շարժերը եւ ծախսերը ամեն դեպքում իրականում հանդիսանում են ուսումնասիրվող անձի կողմից կամ նրա միջոցներով եւ նրա հաշվին կատարված շարժեր եւ ծախսեր, ապա հեշտությամբ կարող է կիրառել օրենքով սահմանված իրական շահերի հասկացությունը, հայցադիմումի մեջ ներկայացնելով համապատասխան պնդումներ եւ ներկայացնելով համապատասխան ապացույցներ։ Ամեն դեպքում Սերժ Սարգսյանին 186,584,328 դրամի եւ կամ 165,884,249 դրամի չափով սեփականության իրավունքից զրկելու մասին վճիռ կայացնելը, վճռի հիմքում դնելով բացառապես այն գաղափարը, որ օրենքի ուժով Սերժ Սարգսյանը պարտավոր է սեփականության իրավունքից զրկվելու տեսքով պատասխանատվություն կրել այլ անձի կողմից կատարված գործողությունների, այսինքն բանկային շարժերի եւ ծախսերի համար առանց հիմնավորելու, որ ինքն է հանդիսացել նշված միջոցների իրական շահառուն,
հանրային շահերի պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի և հանցավորության դեմ պայքարի տեսանկյունից բոլորովին անհրաժեշտ միջամտություն չէ ուսումնասիրվող անձի տվյալ դեպքում Սերժ Սարգսյանի սեփականության իրավունքը։ Նախորդ կետում նշված տրամաբանության դեպքի կայացումը նաև ինքնին համարժեք կամ չափավոր միջամտություն չէ Սերժ Սարգսյանի սեփականության իրավունքին, քանի որ օրենքը և մասնավորապես քննարկվող հոդվածի I ենթակետի ընդհանուր համատեղ սեփականությանը վերաբերող դրույթը նախատեսում է սեփականության իրավունքին խիստ ուժգին միջամտություն, ինչը ակնհայտորեն անհամարժեք է սահմանափակվող հիմնական իրավունքի, այսինքն սեփականության իրավունքի նշանակության, որը միջազգային փաստաթղթերի և սահմանադրության մակարդակով պաշտպանվող հիմնարար իրավունք է, որի կարևորությունը բազմիցս շեշտվել է սահմանադրական և վճռաբեր դատարանի որոշումներում։ Ներպետական որևէ նորմում սեփականության իրավունքի նման մեխանիզմով և նման տրամաբանությամբ սահմանափակում նախատեսելը ինքնին անթույլատրելի է, այսինքն որ ուսումնասիրվող անձը որևէ փաստացի կապ չունի այդ գումարների հետ, դա չի պնդվում, դա չի հիմնավորվում, չի ասվում, որ ուսումնասիրվող անձը այդ գումարների իրական շահառունը ուղղակի ասվում է, քանի որ նա համատեղ սեփականատերը ամուսնության ուժով այդ գումարների, ուրեմն այժմ պետք է կրի այդ գումարների չափով պատասխանատվություն, եթե չի կարողանում հիմնավորել այդ գումարների գոյությունը կամ օրինական աղբյուրը։ Այսպիսով վերը քննարկված տրամաբանությամբ վճիռը կարող է կայացվել միայն քննարկվող հոդվածի I ենթակետի ընդհանուր համատեղ սեփականությանը վերաբերող դրույթի կիրառման դեպքում, մինչդեռ նշված օրենսդրական դրույթը հակասում է Սահմանադրության 78-րդ հոդվածին։ Ավելին, ընդհանուր առմամբ օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի I ենթակետի ընդհանուր համատեղ սեփականությանը վերաբերող դրույթը, այսինքն այն միտքը, որ ուսումնասիրվող անձը օրենքի իմաստով հանդիսանում է ընդհանուր համատեղ սեփականությամբ իրեն պատկանող գույքի, այդ թվում ծախսերի, այդ թվում մուտք եղած և ելք եղած գումարների 100%-ի սեփականատեր, հակասում է նաև սեփականության նկատմամբ օրինական ակնկալիքների պաշտպանության գաղափարին։ Միեդի նախադեպային իրավունքի համաձայն կոնվենցիոն նորմի իմաստով գույք է համարվում ոչ միայն գոյություն ունեցող նյութական միջոցը, այլև այն ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիք։ Միեդը նաև նշել է, որ գույք կարող է լինել գոյություն ունեցող սեփականությունը կամ ակտիվները, ներառյալ պահանջները, որոնց առնչությամբ դիմումատուն կարող է պնդել, որ առնվազն ունի սեփականության իրավունքից անարգել օգտվելու իրավաչափ ակնկալիք։ Սահմանադրական դատարանը իր մի շարք որոշումներով փաստել է լեգիտիմ ակնկալիքների հիմքով սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորությունը։ Ավելին, որոշումներից մեկում արձանագրել է, որ սեփականության իրավունքի պաշտպանությունը տրամադրվում է այն անձանց, ում սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է, կամ ովքեր օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիք։ Վերահաստատելով և զարգացնելով իր դիրքորոշումները, Սահմանադրական դատարանը գտել է, որ սեփականության իրավունքի հետ առնչակցություն ունեցող ցանկացած օրենսդրական կարգավորում, դրա մեկնաբանություն և կիրառում պետք է համապատասխանեն նշյալ իրավունքի առնչությամբ Սահմանադրությամբ ամրագրված կարգավորումներին և ՍԴ-ի իրավական դիրքորոշումներին, և մասնավորապես դրանք պետք է երաշխավորեն սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների հիմքով սեփականության իրավունքի պաշտպանությունը։ Սահմանադրական դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության և օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրեր։ Քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի առաջին մասի համաձայն ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով։ Նույն օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ։ Վերը նշված երկու իրավանորմերի, այսինքն միեդի համապատասխան որոշման իմաստով օրենսդրական դրույթների ուժով յուրաքանչյուր քաղաքացու ծագում է սեփականության իրավունքի օրինական ակնկալիք համատեղ ամուսնական կյանքում ձեռք բերած գույքի 50%-ի նկատմամբ, եթե առկա չեն օրենքով սահմանված բացառությունները, օրինակ նվերը կամ ժառանգությունը, և եթե առկա չէ համապատասխան ամուսնական պայմանագիր։ Նշված օրինական ակնկալիքը Սահմանադրության և կոնվենցիայի իմաստով համարվում է լիարժեք սեփականություն և դրա նկատմամբ գործում է Սահմանադրության 60-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված նորմը,
Այն մասին, որ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականություն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք։ Հակառակ դրան քննարկվող հոդվածի այ ենթակետը սահմանում է, որ եթե ուսումնասիրվող անձին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է որևէ գույք, ապա նման գույքը օրենքի իմաստով համարվում է ամբողջությամբ ուսումնասիրվող անձին պատկանում և ըստ այդմ օրենքի շրջանակներում բռնականացման ենթակա։ Տվյալ նորմը ուղղակիորեն խախտում է ուսումնասիրվող անձի ամուսնու համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերած գույքի 50%-ի նկատմամբ սեփականության իրավունքի օրինական ակնկալիքը, որը վերջինս ձեռք է բերել ամուսնության փաստի ուժով, Օրենսգրքի 201-րդ հոդվածի և 199-րդ հոդվածի հիման վրա։ Ստացվում է, որ մի կողմից ուսումնասիրվող անձի ամուսինը ունի սեփականության իրավունքի օրինական ակնկալիք, իրավական նորմերի վրա հիմնված ակնկալիք, համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի 50%-ի նկատմամբ, մյուս կողմից քննարկվող հոդվածի այ ենթակետի համապատասխան դրույթը թույլ է տալիս բռնագանձել այդ գույքը որպես ուսումնասիրվող անձին պատկանող գույք, ընդ որում անգամ այն դեպքում, երբ ուսումնասիրվող անձի ամուսինը որևէ ոչ իրավաչափ գործողություն չի կատարել և որևէ կերպ կապ չի ունեցել ուսումնասիրվող անձի ենթադրյալ հանցավոր կամ կոռուպցիոն գործունեության հետ։ Նշվածի տեսանկյունից նախ պնդում ենք, որ քննարկվող հոդվածի այ ենթակետի ընդհանուր համատեղ սեփականությանը վերաբերող դրույթը հակասում է սահմանադրության 60-րդ հոդվածի առաջին մասին, այն իմաստով, որ ուսումնասիրվող անձի ամուսինը այդ իրավանորմի ուժով ամբողջությամբ և մեխանիկորեն զրկվում է օրենսդրական դրույթների ուժով ձեռք բերված սեփականության իրավունքի նկատմամբ օրինական ակնկալիքից, և բացի այդ նույն հոդվածի այ ենթակետի ընդհանուր համատեղ սեփականությանը վերաբերող դրույթը իրավունքի գերակայությանը համապատասխանող օրենք չէ, հետևաբար քննարկվող դրույթը հակասում է նաև սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին, քանի որ դրա հիման վրա ուսումնասիրվող անձի ամուսնուն սեփականության իրավունքից զրկելու դեպքում ստացվում է, որ անձը տվյալ դեպքում արդեն ուսումնասիրվող անձի ամուսինը զրկվել է իր սեփականությունից կամ լեգիտիմ ակնկալիքից առանց իրավական օրենքով սահմանված հիմքի առկայության։ Բացի այդ, քննարկվող հոդվածի այ ենթակետի ընդհանուր համատեղ սեփականությանը վերաբերող դրույթը չի համապատասխանում նաև սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված որոշակիության սկզբունքին, ինչպես նաև սահմանադրության առաջին հոդվածով ամրագրված իրավական պետության սկզբունքից բխող օրենքներին ներկայացվող որոշակիության պահանջներին։ Սահմանադրության 79-րդ հոդվածը սահմանում է, որ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար որոշակի, որպեսզի իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերը կարողանան ի վիճակի լինել դրսևորելու համապատասխան վարքագիծ։ Միաժամանակ սահմանադրության առաջին հոդվածով ամրագրված իրավական պետության կարևորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշներին, հստակ են, կանխատեսելի են և մատչելի։ Օրինականության սկզբունքը ենթադրում է, որ ներպետական իրավունքի կիրառելի դրույթները բավականաչափ մատչելի, ճշգրիտ և կանխատեսելի պետք է լինեն իրենց կիրառության մեջ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ օրենքը պետք է լինի բավականաչափ մատչելի, նորմը կարող է որակվել որպես օրենք, եթե այն բավականաչափ հստակ է, ինքը հնարավորություն է տալիս անձին համապատասխանեցնել իր վարքագիծը և կանխատեսել դրա հետևանքները։ Սահմանադրական դատարանը ևս ամրագրել է, որ իրավական պետության սկզբունքը ինքնիվս այլոց պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն։ Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի, իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվել, թե տվյալ դեպքում ինչ նորմեր են կիրառվում։ Նորմը չի կարող համարվել օրենք, եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց նրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը։ Նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը։ Հարգելի դատան, ես մի բան ընդհատեմ ուղղակի, ցանկանում եմ նոր լիազորագրերը կարելի է։ Քանի որ մեր լիազորագրերի ժամկետը արդեն այս տարվա հունվարին ավարտվելու է, ներկայացնում եմ կամ լիազորագրերը դատարանը ներկայացվեց
հասարակ վերաբերյալ լիազորագրել, որ Սեր Ազատի Սարգսյանը լիազորել է Փաստաբան Վահագն Գրիգորյանին և Փաստաբան Ալեքսանդրյանին հանդես գալ դատարանում 3 տարի ժամկետով լիազորագրի տրված է 11 դեկտեմբեր 2025 երկուսն նույն օրն են տրված։ Ձեր լիազորությունների ճանաչումը լիազորագրության գործունեություն է։ Խնդրում շարունակ։ Սահմանադրական դատարանը նաև մատնանշել է, որ հիմնական իրավունքները կամ ազատությունները սահմանափակող օրենքների հստակությունը, կանխատեսելիությունը և մատչելիությունը ուղիղ համեմատական են հիմնական իրավունքի սահմանափակման աստիճանին, որքան ավելի ինտենսիվ է այդ սահմանափակումը, այնքան ավելի հստակ կանխատեսելի և մատչելի պետք է լինեն հիշյալ օրենքների ձևակերպումները, որպեսզի երկիմաստություն չառաջացնեն մասնավոր անձանց համար արգելքների, սահմանափակումների կամ պարտականությունների առկայության և բովանդակության հարցում։ Ընդ որում, Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՎ 753 որոշմամբ նշել է, որ օրենքի կանխատեսելիությունը գնահատելու համար կարևոր գործոն է նաև տվյալ հարաբերությունները կանոնակարգող տարբեր կարգավորումների միջև հակասությունների առկայության կամ բացակայության հանգամանքը։ Վերոնշյալի տեսանկյունից ակնհայտ է, որ սեփականության իրավունքը ներառված է հիմնական իրավունքների շարքում և դրա սահմանափակումների հիմքերը և ծավալները պետք է լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները արդյունավետ վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ։ Դա ցուցիչն է իրավական որոշակիության սկզբունքի, որին անդրադարձել է Սահմանադրական դատարանը, ՄԻԵԴ-ը, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովը։ Մինչդեռ քննարկվող հոդվածի այ ենթակետի ընդհանուր համատեղ սեփականությանը վերաբերող դրույթը, հանդիսանալով սեփականության հիմնարար իրավունքի ամենաինտենսիվ սահմանափակման, այսինքն սեփականությունից զրկման հիմք նախատեսող նորմ, որովհետև նշեցի արդեն մի փոքր առաջ, որ մի կողմից այդ նորմի ուժով մեկ անձը կարող է պատասխանատվություն կրել, գույքային պատասխանատվություն կրել մեկ այլ անձի կողմից կատարված օրինակ ծախսերի համար, մյուս կողմից ուսումնասիրող անձի ամուսինն է իհերքին կարող է զրկվել իր ամուսնական գույքի նկատմամբ ունեցած 50%-ի լեգիտիմ ակնկալիքից, այսինքն սա սեփականությունից զրկում նախատեսող նորմ է, բայց չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաև օրենքների ներկայացվող որոշակիության պահանջին։ Ներպետական օրենսդրության մեջ առկա ներքին հակասության ուժով անձի համար բավականաչափ պարզ չէ, թե քննարկվող իրավիճակներում միմյանց հակասող իրավանորմերից որ մեկը պետք է կիրառվի և ամենակարևորը ինչ պատճառաբանությամբ։ Ընդ որում խիստ կարևոր է այն հանգամանքը, որ խոսքը վերաբերում է սեփականության հիմնարար իրավունքի ամենաինտենսիվ սահմանափակման, այսինքն սեփականությունից զրկման հիմք նախատեսող նորմի, որի որոշակիությունը պետք է ունենա ոչ թե ստանդարտ, այլ բարձրագույն մակարդակ, որպեսզի որևէ երկիմաստություն չառաջանա։ Նման նպատակ հետապնդող և նման մեխանիզմ սահմանող նորմը չի կարող և չպետք է ներքին հակասության մեջ գտնվի որևէ այլ ներպետական իրավանորմի հետ, քանի որ նման հակասության առկայությունը կարևոր չափանիշ է նորմի կանխատեսելիությունը գնահատելու համար։ Վերաբերյալ տեսանկյունից միանշանակ է, որ ՔԱՎ օրենսգրքի 201-րդ հոդվածի առաջին մասը ուղղակիորեն սահմանում է, որ ամուսնության ընթացքում ամուսիններից յուրաքանչյուրի ձեռք բերած գույքը, անկախ նրանից թե կոնկրետ որ ամուսնու կողմից կամ որ ամուսնու եկամուտների հաշվին է ձեռք բերել, ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն է։ Եթե առկա չէ օրենքով սահմանված այնպիսի ձեռքբերման հիմք, որի դեպքում գույքը դիտվում է որպես ամուսիններից մեկի անձնական սեփականություն, եւ եթե առկա չէ ամուսինների միջև կնքված եւ գույքի այլ իրավական ռեժիմ սահմանող ամուսնական պայմաններ։ Միանշանակ է նաեւ այն, որ ՔԱՎ օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով ամուսնության ընթացքում ձեռք բերված եւ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքը ամուսիններին է պատկանում հավասար բաժիններով յուրաքանչյուրին 50% բացառությամբ ամուսինների համաձայնությամբ նախատեսված դեպքերի կամ օրենքով նախատեսված դեպքերի եւ օրինակ ամուսիններից մեկի անձնական միջոցների հաշվին գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումների արդյունքում ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքում ամուսիններից յուրաքանչյուրին պատկանող բաժնեչափը կարող է փոփոխվել կատարված ներդրմանը համապատասխան։ Հակառակ դրան քննարկվող հոդվածի այ ենթակետը սահմանում է, որ եթե ուսումնասիրվող անձին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է որևէ գույք, ապա նման գույքը օրենքի իմաստով համարվում է ամբողջությամբ ուսումնասիրվող անձին պատկանում, անկախ նրանից, թե կոնկրետ որ ամուսնու կողմից կամ կոնկրետ որ ամուսնու եկամուտների հաշվին է ձեռք բերել։
Այսինքն գոյություն ունեն ընդհանուր համատեղ սեփականության հարաբերությունները եւ նման գույքի իրավական ռեժիմը կարգավորող երկու միմյանց հակասող նորմեր, որոնցից մեկը հանդիսանում է սեփականության հիմնարար իրավունքի ամենաինտենսիվ սահմանափակման, այսինքն սեփականությունից զրկման հիմք նախատեսող նորմ։ Սա նշանակում է, որ քննարկվող հոդվածի այ ենթակետի ընդհանուր համատեղ սեփականությանը վերաբերող դրույթը հանդիսանալով մի կողմից ընդհանուր սեփականության հետ կապված հարաբերությունները եւ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի իրավական ռեժիմը կարգավորող նորմ, իսկ մյուս կողմից սեփականության իրավունքի ամենաինտենսիվ սահմանափակման, այսինքն սեփականությունից զրկման հիմք նախատեսող նորմ, ուղղակի հակասության մեջ է գտնվում Քահ օրենսգրքի 201 հոդվածի առաջին մասի հետ, որը ևս հանդիսանում է ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները եւ նման գույքի իրավական ռեժիմը կարգավորող նորմ։ Նման հակասությունը իր հերթին վկայում է այն մասին, որ օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի այ ենթակետի ընդհանուր համատեղ սեփականությանը վերաբերող դրույթը չի համապատասխանում որոշակիության սկզբունքին եւ կանխատեսելի չէ իր կիրառման մեջ։ Ասվածը բխում է նաեւ Սահմանադրական դատարանի TIX-ը 753 որոշումից, որտեղ Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ օրենքի կանխատեսելիությունը գնահատելու համար կարևոր գործոն է նաև տվյալ հարաբերությունները կանոնակարգող տարբեր կարգավորումների միջև հակասությունների առկայության կամ բացակայության հանգամանքը։ Կարող է կրկին հիշատակել, որ սեփականության իրավունքը ներառված է հիմնական իրավունքների շարքում եւ դրա սահմանափակումների հիմքերը ու ծավալները պետք է լինեն բավարար չափով որոշակի, իսկ սեփականությունից զրկման հիմք նախատեսող նորմի որոշակիությունը պետք է ունենա ոչ թե ստանդարտ մակարդակ, այլ բարձրագույն մակարդակ եւ նման նորմը, այսինքն տվյալ դեպքում օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի այ ենթակետի ընդհանուր համատեղ սեփականությանը վերաբերող դրույթը չպետք է ներքին հակասության մեջ գտնվի որևէ այլ ներպետական իրավանորմի հետ։ Մինչդեռ տվյալ դեպքում նման հակասությունը միանշանակ առկա է։ Նաև հարկ եմ համարում նշել, որ թիվ ՎԴ 2834-05-23 և թիվ ՎԴ 1012-05-23 գործերի շրջանակներում կայացրած որոշումներով Վճռաբեկ դատարանը հղում կատարելով իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաև այն հրամայականին, որ օրենքը պետք է համապատասխանի իրավունքի գերակայությանը և ունենա որոշակի որակ, արձանագրել է, որ ՀՀ իրավական համակարգում սպառող հասկացության վերաբերյալ առկա են տարաբնույթ սահմանումներ, մասնավորապես սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքի իմաստով սպառող կարող է համարվել բացառապես քաղաքացին, ֆիզիկական անձը, մինչդեռ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի իմաստով սպառող կարող են հանդիսանալ նաև իրավաբանական անձինք։ Ըստ այդմ արձանագրվել է Վճռաբեկ դատարանի կողմից, որ տարբեր հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու նորմատիվ իրավական ակտեր նախատեսում են սպառող հասկացության տարբեր բնորոշումներ։ Ըստ այդմ Վճռաբեկ դատարանը սահմանել է, որ դեղերի իրացումը չի կարող որակվել որպես ոչ սպառողական իրացում և կազմակերպությունը իրացնող չի կարող նման դեպքերում ենթարկվել պատասխանատվության, սեփականության իրավունքի սահմանափակման տեսքով, բացառապես այն պատճառաբանությամբ, որ դեղերը իրացվել են ոչ թե ֆիզիկական անձի, այլ իրավաբանական անձի։ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հակառակ մոտեցումը, եթե սպառող հասկացության տարաբնույթ սահմանումների առկայության պայմաններում իրավաբանական անձին կատարված վաճառքը որակվել որպես ոչ սպառողական բնույթի իրացում, դա կհակասեր իրավական որոշակիության սկզբունքին։ Զուգարաններ անցկացնելով քննարկվող իրավիճակի հետ պնդում ենք, որ նույնաբնույթ խնդիր է առաջացել նաև քննարկվող հոդվածի այ ենթակետի և քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի առաջին մասի միջև։ Քահ օրենսգրքի 201-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է, որ ամուսնության ընթացքում ամուսիններից յուրաքանչյուրի ձեռք բերած գույքը, անկախ նրանից, թե կոնկրետ որ ամուսնու կողմից կամ որ ամուսնու եկամուտների հաշվին է ձեռք բերվել, ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունն է, որտեղ ամուսինները ունեն հավասար բաժիններ, մինչդեռ օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի այ ենթակետը սահմանում է, որ ամուսնության ընթացքում ամուսիններից յուրաքանչյուրի ձեռք բերված գույքը, անկախ նրանից, թե կոնկրետ որ ամուսնու կողմից կամ որ ամուսնու եկամուտների հաշվին է ձեռք բերվել, միայն ուսումնասիրվող անձի միանձնյա սեփականությունն է։ Վերօրյալ պատճառաբանություններով պնդում ենք, որ օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի այ ենթակետի ընդհանուր համատեղ սեփականությանը վերաբերող դրույթը, այսինքն իսկ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի դեպքում գույքը ամբողջությամբ ձևակերպումը
Հակասահմանադրական նորմ է, այն հակասում է սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին, 78-րդ հոդվածին, 60-րդ հոդվածի առաջին մասին և 79-րդ հոդվածին։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատարանները իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով։ Քաղաքադատ օրենսգրքի 4-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն դատարանը իր վարույթում գտնվող գործով կիրառման ենթակա նորմատիվ ակտի սահմանադրականության հարցով դիմում է սահմանադրական դատարան, եթե առկա է հիմնավոր կասկած դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում է, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով։ Նույն օրենսգրքի 157-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի համաձայն դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում որոշել է դիմել սահմանադրական դատարան։ Տվյալ դեպքում արդեն նշել և հիմնավորել ենք, որ ծախսված գումարի բռնագանձման պահանջի մասով իրավասու մարմնի հայցը բավարարելու դեպքում դատարանը կարող է կիրառել միայն քննարկվող հոդվածի այ ենթակետը, միայն այն տրամաբանությամբ, որ Ռիտա Սարգսյանի կողմից ծախսված գումարը ամուսնության հիմքով ծագած ընդհանուր համատեղ սեփականության ռեժիմի ուժով ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է ուսումնասիրվող Սերժ Սարգսյանին, իսկ օրենքի իմաստով ամբողջությամբ պատկանում է Սերժ Սարգսյանին։ Նաև նշել և հիմնավորել եք, որ ապօրինի միջոցների մնացորդի բռնագանձման պահանջի մասով ևս իրավասու մարմնի հայցը բավարարելու դեպքում դատարանը կրկին կարող է կիրառել միայն օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի այ ենթակետը, ընդ որում միայն այն տրամաբանությամբ, որ Ռիտա Սարգսյանի կողմից իր սեփական բանկային հաշիվներին մուտքագրած և ելքագրված գումարները ամուսնության հիմքով ծագած ընդհանուր համատեղ սեփականության ռեժիմի ուժով ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում են ուսումնասիրվող Սերժ Սարգսյանին, իսկ օրենքի իմաստով ամբողջությամբ պատկանում են Սերժ Սարգսյանին։ Ինչ վերաբերում է քննարկվող իրավանորմի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածներին, դրանք մանրամասն ներկայացվեցին սույն միջնորդության մեջ։ Ելնելով վերօրյալից դատարանին խնդրում են դիմել սահմանադրական դատարան ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի այ ենթակետի ընդհանուր համատեղ սեփականության վերաբերող գույքի, իսկ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի դեպքում գույքն ամբողջությամբ ձևակերպման սահմանադրականությունը պարզելու հարցով և կասեցնել սույն գործի վարույթը մինչև սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշում կայացնելը։ Հարգելի դատարան, մեր կողմից մի քանի քննարկվող նորմի հետ կապված մի քանի խնդիրներ բացահայտվեցին, հիմնական կոնկրետ խնդիրը, որ վերաբերվում է սույն գործին, հենց առաջին երկուսն էին, այսինքն ծախսված գումարի բռնագանձման պահանջը և նաև ապօրինի եկամտի մնացորդի բռնագանձման պահանջը, եթե սույն գործով լիներ այնպիսի իրավիճակ, որ հայցադիմումի մեջ առկա լիներ պնդում, որ այդ գումարների իրական շահառուն եղել է Սերժ Սարգսյանը և այդ տրամաբանությամբ նաև հաշված լիներ ապացուցման պարտականությունը և իրավասու մարմինն էլ դա պնդեր, այլ ոչ թե ասեր, որ մենք նման բան չենք պնդում, մենք ընդհանուր համատեղ սեփականության ռեժիմն ենք վկայակոչում պարզապես, այդ դեպքում իրավիճակը այլ կլիներ, որովհետև մնացած խնդիրները, որոնք որ բացահայտվեցին, դրանք արդեն ուսումնասիրվող անձի շահերի տեսանկյունից չեն, այլ ուսումնասիրվող անձի ամուսնու շահերի տեսանկյունից են ներկայացվում։ Տվյալ դեպքում տիկին Ռիտա Սարգսյանի, ով մահացել է և ժառանգը Սաթենիկ Սարգսյանն է, այսինքն այդ երկրորդ մասը վերաբերում է Սաթենիկ Սարգսյանին իրավունքների պաշտպանությանը, իսկ առաջին մասը հենց բուն ուսումնասիրվող անձին է վերաբերում և կարծում ենք, որ առանց այդ նորմի կիրառման այդ պահանջները բավարարվել չեն կարող, միաժամանակ այդ նորմն էլ որոշակի խնդիր ունի իր մեջ, որովհետև ստացվում է, որ ընդհանրապես որևէ կապ չունի, թե ապացույցներով ինչ է հաստատվում, ինչ է տեղի ունեցել Սերժ Սարգսյանը որևէ կապ ունի այդ գումարների հետ, թե չունի, բայց այդուհանդերձ օրենքի ուժով համարվում է այդ գումարների սեփականատեր և այդ գումարների համար պատասխանատվություն կրող անկախ նրանից, թե դա որևէ հանցավոր գործունեության արդյունքում ստացված գումարներ են, թե ոչ,
կոռուպցիոն գործունեության արդյունքում ստացված գումարներ են, թե ոչ ինքը այդ գումարների մասին իմացել է, թե ոչ եւ այլն։ Քանի որ կա օրենք, որը ասում է, որ այս գումարների համար ամեն դեպքում դու ես պատասխանատու։ Այսքանը։ Բարձրացրեք միջնորդության ամուսնական պարարտման ներկայացված միջնորդության դեմ գտնում եմ, որ սահմանադրական դատարանների գործողությունները կասեցնելու հիմքեր առկա չեն։ Նախ համաձայն չեմ պարոն Գրիգորյանի այն վերլուծության հետ, ինչ վերաբերում էր օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի A և B ենթակետերի, կոնկրետ A ենթակետում նշված է, որ սեփականության իրավունքով պատկանում է տվյալ անձին, այդ ընդհանուր բաժնի սեփականության իրավունքի դեպքում անձին պատվելով բաժին, իսկ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի դեպքում գույքն ամբողջության։ B ենթակետ սեփականության իրավունքով պատկանում է այն անձի կամ որի նկատմամբ սեփականության իրավունք չի ծայրել, բայց որի իրական շահառով հանդիսանում է տվյալ անձը։ Պարոն Գրիգորյանի իր միջնորդությունը կառուցելիս հիմնվել է այն պատճառաբանության վրա, որ դատարանը կարող է կիրառել միայն օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի այ ենթակետը, բայց այստեղ միայն դա չի կարող կիրառվել, կարող է կիրառվել նաև B ենթակետը, եւ այդ B ենթակետը բաղկացած է երկու մասից։ Դա պարոն Գրիգորյանը վերնագրել է այն գույքը, որ օրենքի իմաստով ուսումնասիրվող անձին է պատկանում իրական շահառու հասկացության ուժով։ Իրական շահառու հասկացության ուժով B ենթակետի երկրորդ մասն է։ B ենթակետի առաջին մասը սեփականության իրավունքով պատկանում է այն անձի։ Այնուհետև կամ որի նկատմամբ սեփականության իրավունք չի ծագել, բայց որի իրական շահառով հանդիսանում է այն անձը։ Այդ իրական շահառուն կանից հետո է։ Բայց մինչև կամը B ենթակետի սկզբնամասը վերաբերում է հենց փոխկապակցված անձ հասկացության օրենքի տրամաբանության, որտեղ նշված է, որ անձի հետ փոխկապակցված ինչպես մերձավոր ազգականը, այնպես էլ այլ անձ, ում հետ ուսումնասիրող անձը վարել է ընդհանուր տնտեսություն։ Այսինքն, այս երկու ենթակետերը կարող են կիրառվել նաև սույն հայցադիմումով հետագայում, եթե դատարանը հիմնավոր համարի, որ Սերժ Սարգսյանը ունեցել է ունեցող գույք, այս երկու ենթակետերը վերաբերել են։ Այստեղ գումարային պահանջները, որոնք վերաբերում են շնորհիվականացված երրորդ անձանց փոխանցված գումարներին, այո, մենք արդեն դատականության ընթացքում այդ ապացույցները հետազոտել ենք եւ տեսել ենք, որ հիմնականում դրանք բաղկացած են Ռիտա Սարգսյանի կողմից բանկային հաշիվներով կատարված գործարքների, բայց այդ գործարքներից տեղյակ է եղել նաև Սերժ Սարգսյանը, հայց որ կողմը առաջնորդվում է հենց այդ կանխավարկածով, որ ամուսինները միմյանց գործարքներից տեղյակ են, եւ դա ապացուցվել է նաև, երբ մենք հետազոտել ենք պաշտոնատար անձի կողմից ներկայացված հայտարարները, օրինակի համար հայտարարներում նշված են կանխիկով դրամական միջոցներ, օրինակ ես կարող եմ գրել մեկ օրինակ, որ 2006 թվականին նշված է, որ Ռիտա Սարգսյանը հայտարարել է 68,000 $, տարվա սկզբին, իսկ տարվա վերջում այն զրոյացել են։ Այսինքն այդ հայտարարները ներկայացվել են համապատասխան մարմիններին, այդ թվում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին եւ հավաստվել է, որ ինչ որ եղել է տարվա սկզբին գումար, որը տարվա վերջին զրոյացել է, այսինքն դրանք սպառվել են։ Դրանով իսկ պաշտոնատար անձը հավաստել է, որ տեղյակ է նաեւ իր կնոջ գումարային յուրաքանչյուր շարժի մասին։ Ես կարծում եմ, հարգելի դատարան, որ միայն այս վարորդով փոխկապակցված անձ հիմնավորել է, որ Ռիտա Սարգսյանի անվան պարկա գումարները եթե հաստատվի, որ դրանք ունեցել են ապօրինի ծագում, արդեն իսկ փոխկապակցված անձի ինստիտուտը բավարար է, որպեսզի դրանք բռնականացվեն օգուտ Հայաստանի Հանրապետության։ Բայց պետք է նաև նշեմ, որ հայցող կողմը երբեք չի ասել, որ այդ գումարների իրական շահառու չի կարող հանդիսանալ Սերժ Սարգսյանը, բայց նշել է, որ միայն փոխկապակցված անձի ինստիտուտը բավարար է, որպեսզի դրանք բռնականացվեն օգուտ պետության եւ իրական շահառու ինստիտուտի մասով մենք նշում կատարել ենք հայցադիմի երկրորդ մասով, նշելով, որ Սերժ Սարգսյանի պատկերով նշվել են այն գույքերը, որոնց իրական շահառու նաև հանդիսանում է վերջինը։
Ես գտնում եմ, որ հարկերի դատարան այդ գումարային պահանջները ներկայացնելով, որը նաև մեծամասն ամուսնու կողմից ձևավորված գործակցների արդյունքում է իրականացվել, դա յովին տեղավորվում է ապօրինացական ծոփուտի բնագծման մասին օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի A և B ենթակետերի տրամաբանության մեջ և դրանք կարող են հանդիսանալ բնագծման առարկա, թե դրամական միջոցի մնացորդը և թե բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված գումարները ամբողջությամբ։ Եվ այստեղ ես որևէ հակասություն չեմ տեսնում սահմանադրության կոնկրետ 60-րդ հոդվածի, 78-րդ հոդվածի միջև։ Եվ ասում մարմինը առաջնորդվել է օրենքով և ես գտնում եմ, որ դա բխում է սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերից, մասնավորապես, որ միջամտությունը կատարվում է օրենքով սահմանված դեպքերում, իսկ օրենքով սահմանված դեպքը դա ապօրինացական ծոփուտի բնագծման մասին օրենքն է հարկերի դատարան։ Ես խնդրում եմ հենց հաշվի առնել այս հանգամանքը, որ այստեղ ոչ թե պարոն Գրիգորյանի ասած կիրառելի է միայն A ենթակետը, նաև կիրառելի է B ենթակետը հարկերի դատարան։ Հարթեցիք։ Խնդրեմ, պարոն Գրիգորյան։ Հարկերի դատարան, ես նշեմ, որ համաձայն չեմ պարոն Ենոքյանի դիտարկման հետ, որ B ենթակետը կարող է կիրառվել առանց իրական շահառու լինելը արժևորվելու կամ ապացուցվելու։ Պարոն Ենոքյանի խոսքից այնպիսի պահանջություն է ստացվում, որ B ենթակետը պետք է մեկնաբանել հետևյալ կերպ, որ անձին պատկանող գույքը համարվում, ի թիվս այլնի նաև գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է այլ անձին։ Եվ վերջ։ Նույնիսկ նշածել չի պարոն Ենոքյանի ասած փոխկապակցված անձի գաղափարը, այսինքն ստացվում է, որ ուղղակի կարելի է անձ իրական փոխկապակցված անձը նաև այլ անձ։ Չէ, բայց ես հասկանում եմ, B ենթակետի մեջ փոխկապակցված բառը չկա, B ենթակետի մեջ փոխկապակցված բառը չկա, եթե ձեր ասած գաղափարով ենք բանանում, առաջ շարժվում, ստացվում է, որ ցանկացած գույք, որը սեփականության իրավունքով պատկանված ցանկացած մարդու կարող է միշտ համարվել ուսումնասիրվող անձի պատկանող առանց որևէ սահմանափակման եւ առանց որևէ բան ապացուցելու։ Եվ նույնիսկ եթե դա փոխկապակցված անձը լիներ։ Սահմանափակումը համատեղ ուտեսություն բարեն է։ Չէ, այդտեղից է բխում, ոչ միտեղ այդպես բան գրած չի պարոն Ենոքյան։ Կամ նույնիսկ եթե խոսքը վերաբերվեր փոխկապակցված անձին, այս նորմը հաստատ չի կարելի կիրառել այնպես, որ ցանկացած փոխկապակցված անձին պատկանող ցանկացած գույք, անկախ նրանից ուսումնասիրվող անձը դրա իրական շահառուն է թե ոչ, ուրեմն պետք է համարվի ուսումնասիրվող անձին պատկանում։ Իրական շահառուն է այն միակ, այսպես լեգիտիմ գործիքակազմը, որը որ մեկ անձին պատկանող գույքը թույլ է տալիս համարել որպես ուսումնասիրվող անձին պատկանող գույք։ Հետևաբար ես պնդում եմ, որ B ենթակետը մեկնաբան պետք է իրավի հետևյալ կերպ, որ անձին պատկանող գույք է համարվում գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է այլ անձի, բայց որի իրական շահառու է հանդիսանում ուսումնասիրվող անձը, կամ գույքը, որի նկատմամբ սեփականության իրավունք չի ծագել, բայց դրա իրական շահառու է հանդիսանում ուսումնասիրվող անձը։ Իսկ ամեն դեպքում դեպքի կիրառման համար իրական շահառու լինելու հանգամանքի կայակոչումը եւ ապացուցումը կարծում եմ, որ պարտադիր է, քանի որ հակառակ դեպքում այդ նորմը ուրեմն կիրառման որևէ սահմանափակում չունի եւ ցանկացած անձի պատկանող գույք, անկախ նրանից փոխկապակցված է թե ոչ, համատեղ տնտեսություն կառնում է թե ոչ, կարող է համարվել ուսումնասիրվող անձին պատկանող եւ որևէ բան նույնիսկ չապացուցվել, ուղղակի պնդվել, որ X-ին պատկանող գույքը հանդիսանում է Սերժ Սարգսյանին պատկանող գույք, որովհետև դա գույք է, որը սեփականության իրավունքով պատկանում է այլ անձին։ Նույնիսկ եթե Սերժ Սարգսյանը դրա իրական շահառու չի։ Այդպիսի մեկնաբանություն կարծում եմ, որ իրավաչափ չէ։ Երկրորդը պարոն Ենոքյանի ասաց, որ այդ գործարքներից տեղյակ է եղել նաև Սերժ Սարգսյանը, այսպես ասեմ, գործարքներից տեղյակ լինելը դա ուսումնասիրվող անձի մոտ սեփականության իրավունք ծագելու հիմք չի, այսինքն եթե ես գույքի ձեռքբերման գործարքից տեղյակ եմ, բայց ես դրա իրական շահառուն չեմ որևէ սկզբունքով,
կամ ես այդ գործարքի արդյունքում ձեռք բերված գույքի համասեփականատերը կամ բաժնային սեփականատերը կամ սեփականատերը չէ, միայն գործարքի մասին իմանալը ինքնին որևէ հետևանք չի կարող առաջացնել եւ նաեւ ես չհասկացա թե տեղյակ լինելը 2006 թվականի հայտարարագիրը ինչ կապ ուներ 2006 թվականի հայտարարագիրը այն ինչը որ պետքա Տիկին Ռիտա Սարգսյանը ներկայացրել է, եթե ինչ-որ բան կա, որը որ պետքա Սերժ Սարգսյանը ներկայացրել է, բայց տեղյակ լինելը եւ այդ գործարքների հետ որևէ կապ ունենալը շատ տարբեր բաներ են, այսինքն եթե դու տեղյակ ես, դա դեռ չի դառնում էլի ուսումնասիրող անձի գույք չի դառնում, լի անկախ նրանից փոխկապակցված անձա թե ոչ, որտեղ էլի Հաստորեն ստացվում է, որ անձը եթե տեղյակ է իր փոխկապակցված անձի կողմից քննված գործարքից, ուրեմն անձը հանդիսանում է այդ փոխկապակցված անձի քննված գործարքով ձեռք բերված գույքի իրական շահառուն, դա էլ օրենքից որևէ կերպ չի բխում։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ իրական շահառունի գաղափարը չի բացառվել, այս նորից հիշեցնեմ եւ արձանագրությունների մեջ դա հստակ երևում է, որ ես հարցեր եմ ուղղել մի շարք փոխանցումների, մի շարք գործարքների վերաբերյալ հարցեր եմ ուղղել պարոն Մինոքյանին, նշել եմ դուք օրինակ ինչով եք հիմնավորում, որ այս գումարը, որը Տիկին Ռիտա Սարգսյանը մուտք է արել իր սեփական բանկային հաշվին, իրական շահառուն դրա Սերժ Սարգսյանն է։ Եվ դրան ի պատասխան եւ նմանատիպ հարցերի ի պատասխան պարոն Մինոքյանը նշել է մենք չենք պնդում, որ այս գումարների իրական շահառուն Սերժ Սարգսյանն է, մենք պնդում ենք, որ սրանք հանդիսանում են համատեղ միջոցներ։ Եվ նաև անկախ նրանից պարոն Մինոքյանը դա պնդել է թե չի պնդել, ամեն դեպքում ապացուցման բեռի դաշտման մասին որոշման մեջ մենք ունենք երկու տեսակի դրվագներ, այսինքն գույքեր, որոնք որ այսպես ասած, որոնց մասով ապացուցման բեռը դաշտվել է հետևյալ տրամաբանությամբ, որ իրավասու մարմինը պետք է ապացուցի, որ դրանք պատկանում են Սերժ Սարգսյանին եւ Սերժ Սարգսյանը չուներ այդքան գումար, իսկ մեր վրա դրվել է, որ մենք պետք է ապացուցենք օրինականությունը, եւ երկրորդը գույքեր, որոնք որ իրավասու մարմինը պետք է ապացուցի, որ իրական շահառուի սկզբունքով պատկանում են Սերժ Սարգսյանին եւ ելի նույն որ Սերժ Սարգսյանը չուներ համապատասխան գումար, մենք էլ պետք է ապացուցենք, որ համապատասխան օրինական միջոցները առկա են։ Ծախսված գումարների եւ բանի այդ ապօրինի մնացորդի մասով ապացուցման բեռը ոչ թե իրական շահառուին սկզբունքի համաձայն է բաշխվել, այլ բաշխվել է այն սկզբունքով, որ պետք է հիմնավորվի, որ դրանք սեփականության իրավունքով պատկանում են Սերժ Սարգսյանին։ Շատ լավ, սեփականության իրավունքով գումարի պատկանելը Սերժ Սարգսյանին, այս դա ինչ-որ թղթով չի որոշվում, փողի նկատմամբ սեփականության իրավունքի վկայական չկա։ Պետք է համարվի, որ այդ փողը սեփականության իրավունքով պատկանել է այն մարդուն, որի կողմից որ ծախսվել է, որտեղ դա տեսակային հատկանիշներով որոշվող գույք է, դա ինչ-որ անհատական հատկանիշներով որոշվող գույք չի։ Հիմա դրա համար ես ասում, որ միակ տարբերակը, թե ինչպես է կարելի պնդել, որ Ռիտա Սարգսյանի կողմից ծախսված գումարը պատկանում էր Սերժ Սարգսյանին, դա հենց այդ համատեղ սեփականության նորմը վկայակոչելն է, եւ այդ կարծում եմ, որ միայն այդ համատեղ սեփականությանը վերաբերող նորմի վկայակոչմամբ կարելի է այդպես օրենքի իմաստով պնդել, որ դա Սերժ Սարգսյանին պատկանող գույք է, նույնիսկ այն դեպքում, երբ որ դա Սերժ Սարգսյանին պատկանող գույք չի, այլ օրենքների իմաստով կամ ընդհանուր առմամբ օրենսդրության իմաստով։ Ավարտեցիք։ Քննարկելով այլ գույքերի միջնորդությունը սահմանադրական դատարան դիմելու գործիվարի կասեցնելու վերաբերյալ լսելով Հայցմուրի առարկությունները դատարանը գտնում է հետևյալը քաղաքացիական դատավարության ուսկերքի 4-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ դատարանը իր վարույթում գտնվող գործող կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցում դիմում է սահմանադրական դատարան, եթե առկա է հիմնավոր կասկած դրա սահմանադրականության վերաբերյալ եւ գտնում է, որ դրա գործելությունը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով։ Օրենսդիրը սահմանելու նախապայման սահմանադրական դատարան դիմելու համար որն է հիմնավոր կասկածի առկայությունը։ Հիմնավոր կասկածություն ինքնին ոչինչ չի ասում, բայց դա պարզ է դառնում, երբ որ
դիտարկում ենք սահմանադրական դատարանի որոշումներ, դրանք արդեն միատեսակ կիրառման պրակտիկա ունեն, որտեղ սահմանադրական դատարանների կողմից իրենց ուղղված օրենքի սահմանադրականություն ստուգելու դիմումները վերադարձրել մերժել են այն հիմքով, որ դատարանները չեն հիմնավորել, որ կիրառել իրավական նորմերը չի կարելի կիրառել այնպիսի մեկնաբանությամբ, որ դրանք չհակասեն սահմանադրությանը։ Տվյալ դեպքում դատարանը չի գտնում, որ առկա չէ այնպիսի մեկնաբանություն, որով կիրառելով տվյալ նորմը չի հակասի սահմանադրությանը, միաժամանակ դատարանը որովհետև պնդում չի կատարում, որ վկայակոչված նորմը, այսինքն ակնորեն ծագում ունեցող գույքի բռնականացման մասին օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի այ ենթակետը, որովհետև հակասում է սահմանադրությանը։ Ուստի դատարանը գտնում է, որ քաղաքացիական դատավորության գրքի 4-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմքը առկա չէ սահմանադրական դատարան դիմելու, որոշումը միջնորդությունը մերժել, որոշումն արձանագրային է, բողոքարկման ենթակա չէ։ Մենք ևս մեկ դատական նիստ ունենք վաղը ժամը 10-ին, այսօր արդեն մեկ այլ դատական նիստով դատարանը ծանրաբեռնված, լսում ենք Մինչև դատական նիստի մասով անել, ես եթե հնարավոր է իհարկե առանձնացված հաշվարկ կարող հնարավոր անել։ Ինչի Սերժ Սարգսյանի և Ռիտա Սարգսյանի մասով առանձնացված հաշվարկ։ Այսինքն դատարանը մերժեց մեր միջնորդությունը սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ, նաև այն բանով, որ հնարավոր է այդ նորմը կիրառել այնպիսի մեկնաբանությամբ, որը որ այսպես ասեմ անհնար չի այդ նորմի կիրառումը այնպիսի մեկնաբանությամբ, որը որ սահմանադրությանը չի հակասում։ Այդ տեսանկյունից ես կարծում եմ, որ էական է նաև խնդրում եմ, եթե հնարավոր է առանձնացված հաշվարկ Սերժ և Ռիտա Սարգսյանների, մնացորդների և ծախսերի մասով։ Հայցքի կողմը իր ձեր գիտակերած աշխատանքային ֆայլը տրամադրել են ուրիշ որևէ հաշվարկ չունի, չէ դե այլ մեծ իրոք է տրամադրել ձեզ։ Այս առանձնացված հաշվարկը դուք կարող եք ստանալ ուղղակի միայն Ռիտա Սարգսյանի բանկային գաղտնի կազմող տեղեկությունները ներդրելով օրինակ Excel 1 հավելվածի մեջ, եւ դա կստացվի առանձին հաշվարկ։ Պես կարող եք պատկերացում կազմել։ Իսկ այդ բանկային ֆայլերը էլեկտրոնային ունեք, կարծում եմ մեծ ձև կարելի է ստանալ առանձին հաշվարկներ Սերժ Սարգսյանի մասով, Ռիտա Սարգսյանի մասով։ Մենք դեռևս նիստեր ունենալու ենք այդ հաշվարկները մանավանդ քննարկման առարկա են դառնալու, այդ ժամանակ եթե հարցեր կան քննարկենք։ Վաղ ժամը 10-ին հաջորդ դատական նիստը նախապես ծանոթացված է, նոր ծանոթություններ չեն ուղարկվելու, այսօրվա դատական նիստը այսքանով ավարտվում ենք։ Դատական նիստը հայտարարում են փակված